Ես մի պահ ուզում էի գողեգող անցնեմ իմ ծնունդի օրը։ 3 քառորդ դար կյանքի հալալ կեսը վերնիսաժի այս սեղանիկի մոտ է անցել։ Սա իմ համար ազատ, անկախ տարածք է։ Երբ եռում է առևտուրը կողքի տաղավարներում ու մի աչք էլ չի շոյում իր արծաթեղենը, 75 տարեկան Լևոն Ջավախյանը ծնկան ծերին թուղթը դրած գրում է պատմվածքներ։ Այն մարդ առևտուրն ինչ է, որվա հացա։ Մի անգամ ինձ հարցերին ասին չես բանանում, որ ամաչում եւ այլ որ արծաթ եմ ծախում։ Ես ասեցի խուդան 30 արծաթով իր հոգին ծախեց, ես այդ 30 արծաթն եմ ծախում, որ հոգիս պահեմ։ Վիրավորվում է Ջավախյանը, երբ իրեն վաճառական են անվանում։ Վերնիսաժի համար 27 տաղավար հիմնականում հյուրեր են գալիս։ Զարմանում են, ոնց չի վախենում իր գրածներից։ Մարդիկ կան մի ամբողջ կյանք ապրում են 100-ին մոտ, ինչ մտածում են չեն կարացել ասել, իրանց մեզ պահում են, կուլ են տալիս։ Իսկ ես ինչ մտածել եմ, դա ասել եմ, բա դա երջանկություն չի։ Անհավատալի թվացող պատմությունները իրական են, ոչ մի բառ չի ճոխացրել Զավակի մահապատմվածքում։ Ուրեմն գողականա 40-ական թվականների վերջերը Կիրովականում համահանոմա գալիս են հետևից այգում նստած ժամանակ վիզը կտրում։ Տանում են շնող մեր գյուղը, որ պետք է թաղվեն, բայց հենց ոնց թաղեն, պիտի վիզը կպցնեն, գլուխը կպցնեն մարմին, ոչ ոք հրաժարվում մայրը, գիշերը, Լուսինա ինքը իր տղա աճուրի մղթած սեղով, կանեփի քելով սկսում է կարել։ Զզվելի է, երբ փողի վրա պատմությունները թողած գրողները վերերկրային բաներ են հորինում։ Չի հասկանում Ջավախյանը նրանց։ Այն ժամանակ, որ կարդում էի նախկին գրողներին, կարդում էի ու տեսնում էի, կեղծ է, զզվելիորեն կեղծ է։ Այն ողորմածիկ Հովանես Մերքոնյանը մի օր ինձ ասավ, թե Լևոն, հիմնականում գրողները գրում են ստի վրա, իսկ դու սուտը միջից հանում ես։ Հա, ես միշտ էլ սուտը միջից հանել եմ։ Նեղվում է, որ հիմա գրելու բան շատ կա։ Ասում է վերևներն այն օրն են գցել մարդկանց, որ բոլորը կարող են գրքի հերոս դառնալ։ Սա մի պտղունց մարգանցով կա, մի պտղունց դառնյութա, աղա, որ մեր վերքին անընդհատ մռմռացնում է, էլի հարամ անում։ Մի հատ նշանավոր մարդ եկավ թիկունքից կանգնեց, ասավ Լևոն, ես աշխարհի ամենադժբախտ մարդը կլինեմ, եթե ես մեռնեմ, սա դեռ մնա։ Լսում ես, հարամություն ասա, հարամ բան է։ Գաներ Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։